Երկու հայ մնացել են ադրբեջանական դարձած Ստեփանակերտում, մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն։ Այդ կինը վերջի պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն ման գալ, մի քանի րոպե ման եկան, հետո այդպես սուս մնացին, մնացածին ավտոնստացին տարան։ Այդ կնոջը ոչ մեկ չի տեսել, էլի։ Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին, 73-ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Вас зовут Лариса, да? Լարիսան Բաքվից եկած ծրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև пիտի անպայման հետ իր տուն Հադրութի տող գյուղ գնա։ Այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել։ Карабах это азербайджанские земли, я знаю. Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանն ասում է, կնոջը լավ են ճանաչում, երբ տեղահանվել էր, միշտ այցելել են նրան։ Իր մոտ մշտապես այդ ցանկությունը ձգտումը կար վերադառնալ իր տուն, ամեն գնով վերադառնալ իր տուն, անգամ հիշում եմ, որ ինքը չէր խոսում Ստեփանակերտում կամ այլ վայրում բնակարան ստանալու մասին, այլ անընդհատ ինքը ֆիքսված էր իր տուն վերադառնալու գաղափարի վրա։ Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը, նա սակայն ի տարբերություն Լարիսայի մեքենա է նստել, հասել Հակարիի կամուրջ, բայց Երևան չի հասել։ Այս մասին ականատեսը պատմել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանին։ Ասել է, չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են եւ այլն։ Միշա Գրիգորյան։ Հա, որը այդ ինչ որ բաներ էր խոսում, վախենում էր, որ ստեղ իրան սպանելու են, ոտերի տակ անգել թուրքերը ասել են, եթե մնաս, մենք ենք քեզ սպանելու, ասեց լավա դուք ինձ սպանեք։ Ոչ ոք ասում է լացուկոցը դրել է, դրան նորից գցել են ավտոն տայել են։ Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր։ Ադրբեջանցիներն անսպասելի են նրանց մեքենա նստեցրել։ Հայերը սկզբում մտածել են իրենց տանում են սպանելու։ Այս մասին Ազատությանը պատմել էին նրանց հարազատ ծանոթները։ Տեղափոխվածների մեծ մասը 7 հոգի այժմ Աղվերանի հյուրանոցներից մեկում են։ Կան նաև հոգեբուժարան տեղափոխվածներ։ Վիճակը ասում եմ, որ ընդունվել է շատ ծանր է եղել շատ։ Ինքը բերելու տեղափոխելու ժամանակ դաժե այդ պրիստուպը բռնել է։ Ինքնուրույն ման չի գալի, բռնել է էլի բերեցին սենյակից, տեսա, բայց ինչ ճանաչեց։ Փոքրացա, նիհարած մեջքիցը բողոքում ասում մեջքս անդացամ։ Տիկին Էլյան հարազատ եղբորը տեսել է հյուծված տկար իր բառով աչքերը կուլ գնացած։ Դեռ պիտի բուժ հաստատությունում մնա։ Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին ոչ սոցապ, ոչ առողջապահության նախարարությունները տեղեկատվություն չեն տրամադրում, անուններ չեն հրապարակում։ Կան արցախցիներ, որ իրենց հարազատին, ծանոթին, որ կարծում են տեղափոխվել է, չգիտեն որտեղ փնտրեն։ Նրանց առողջական վիճակի վերաբերյալ շատ ընդհանուր պատկեր է ներկայացնում առողջապահության նախարարը։ Նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք եւ շարունակելու ենք իրականացնել։ Ըստ կարիքի։ Չեմ ասի, որովհետեւ սա էլ որ հիվանդանոցում են չեն։ Դե հա, մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են։ Ստեփանակերտցիներից շատերին է հետաքրքրում ինչ վիճակում է իրենց յուրահատուկ համակարգացին Ֆրեդը, կորացած մեջքով միայնակ տղամարդը, որ անդադար շրջում էր քաղաքում ու հաճախ դառնում ադրբեջանցիների ծաղրի թիրախ։ Ականատեսներից մեկն Ազատությանը պատմեց, որ ադրբեջանցիները նրան նույնպես, այսպես ասած, ճանապարհել են դեպի Երևան, բայց թե որտեղ է, չգիտեն։ Գործ ունենք հերթական բռնի տեղահանության դեպքի կամ վտարման դեպքի հետ։ Ամենացավալի բաներից մեկն այն է, որ Հայաստանի սոցիալ նախարարն է գրառում անում եւ իր գրառման մեջ նշում է, որ անձինք խնդրել են եւ իրենց խնդրանքով է տեղափոխվել։ Ըստ էության սրանով կարծես թե արձանագրում են այդ հայտարարությամբ Ադրբեջանի դիրքորոշումը։ Արցախի օմբուդսմենը վստահ է Բաքուն վերջին հայ բնակիչներին վտարեց, որովհետև նրանցից էլ ոչ մի օգուտ չուներ։ Այս մարդիկ այլևս զուտ քարոզչական նպատակներով այլևս Բաքվին պետք չեն, հատկապես օգոստոսի 8-ից հետո կամ այդ խաղաղության գործընթացի շրջանակներում զարգացումներից հետո եւ հետեւաբար մի կողմից էլ այդ մարդկանց ընդեղ պահելը հավելյալ չհիմնավորված ծախսա իրենց պետության համար։ Ես դա նաև կապում եմ նույն դատավարությունների փուլի ավարտի հետ։
տեսեք նրանք մի մասը օգտագործվեց նաև այդ դատարաններում ցուցմունքներ տալու համար։ Տեղափոխված հայերի հարազատները Ստեփանյանին պատմել են վերջին ամիսներին, այս հայերը գերու կարգավիճակով են պահվել Ստեփանակերտում, հսկողության ներքո, կան նաև ծեծվածներ։